Օգնությունը ճանապարհին է։ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո Իրանը պատրաստել է իր զինուժը պատերազմի, գրում են իրանագետները։ Թե ինչ օգնության մասին է խոսքը, Թրամփը բառ անգամ չի ասել լրագրողներին։ Դե ես չեմ կարող ասել ձեզ։ Ես ճշգրիտ գիտեմ, թե ինչ կլինի։ Մենք պետք է որոշում կայացնենք, բայց թե երբ ինչ-որ բան կանենք, չեմ կարող ասել։ Իրանցի վերլուծաբանները գրում են, որ բացառված չէ հրթիռային հարձակում ԱՄՆ-ն իրականացնի Իրանի դեմ։ Հարվածի ծավալների մասին անգամ ենթադրություններ չեն անում փորձագետները։ Իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները չեղարկել է Թրամփը։ Նրա խոսքով մինչև Իրանում չդադարեն սպանել ցուցարարներին, ոչ մի հանդիպում չի լինի։ Իրանում կարծում են Թրամփը զայրացել է իրենց արտգործնախարարի հայտարարությունից հետո, թե պատրաստ են վերսկսել բանակցությունները միայն այն դեպքում, եթե դրանք առանց նախապայմանների լինեն հավասարը հավասարի դիրքերից։ CBS-ի եթերում նահանգների ղեկավարը զգուշացրել է, որ շատ լուրջ գործողություն կանեն, եթե Իրանի իշխանություններն այս շաբաթ մահապատժի ենթարկեն վերջին օրերին փողոց դուրս եկածներին։ Արևմտյան լրատվամիջոցները տեղեկություն ունեն, որ մահապատժի են ենթարկելու 26-ամյա մի ցուցարարի, որին ձերբակալել են հունվարի 8-ին զանգվածային ցույցերի ժամանակ։ ԱՄՆ նախագահը դեռ 2 օր առաջ էր ակնարկել, որ եթե անգամ բանակցություններ լինեն Իրանի հետ, նախքան հանդիպումը գուցե ինչ-որ գործողություն անեն։ Այդ հայտարարությունից հետո Թրամփը պատժի հրամանագիր էր ստորագրել։ Իրանի հետ բիզնես անող բոլոր պետությունները պետք է 25% մաքսատուրք վճարեն ԱՄՆ-ի հետ առևտուր անելու դեպքում։ Տնտեսական խնդիրների պատճառով փողոց դուրս եկած, հետո քաղաքական ակցիայի այն վերածած ցուցարարների այսօրվա գործողությունների մասին որևէ տեղեկություն չկա։ Արդյոք անկարգությունները շարունակվում են Իրանում։ Ինտերնետ կապն անջատված է մեր հարևան երկրում։ Համացանցին հասանելիություն ունեն միայն պետական լրատվամիջոցները, որոնք բողոքի ակցիայի մասին ոչինչ չեն գրում։ Գայանե Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։